Եթե Սերժ Սարգսյանը մինչև հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները չիրականացնի սահմանադրական բարեփոխումները, ապա այն կհանգեցնի իր թիմի փլուզմանը։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ հենց այս հանգամանքը հաշվի առնելով է Սերժ Սարգսյանը նախաձեռնել սահմանադրական բարեփոխումներ։ Պատահական չէ, որ դեմ լինելով երկրի կառավարման խորհրդարանական համակարգին, ինչի մասին նա հրապարակայնորեն արտահայտվել է, Սերժ Սարգսյանը միևնույն է գնում է այդ փոփոխությանը, քանի որ հասկանում է գործող սահմանադրությունն իրեն երրորդ անգամ նախագահ վերընտրվելու հնարավորություն չի տալու, իսկ փոփոխված սահմանադրությամբ նա կկարողանա վերարտադրվել եւ պահպանել վերահսկողությունը սեփական թիմի նկատմամբ։ Որովհետեւ այն պահից սկսած, երբ Սերժ Սարգսյանի թիմը պարզի, որ նա ի վիճակի չէ իրականացնել սահմանադրական փոփոխությունները եւ վերարտադրվել, այդ պահից այդ թիմի մեջ սկսվելու է կներեք այս արտահայտության համար նոր պապայի ընտրտուք, պառակտումներ, տարբեր խմբավորումների կոնսոլիդացիա տարբեր ֆիգուրների շուրջ եւ դա ըստ էության կբերի Սերժ Սարգսյանի իշխանության այս ռեժիմի փլուզման արագընթաց գործընթացի։ Ահա սա է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններով փորձում է կանխել։ Քարյակի մեկ այլ անդամ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանը նույնպես վստահ է, հանրապետականը լուծում է իր վերարտադրման խնդիրը։ Փաստորեն ողջ իշխանությունը տեղափոխվում է խորհրդարան, խորհրդարանի ղեկավարը դառնում է դե ֆակտո անսահման լիազորություններ ունեցող գործիչ, որը նշանակում է նախագահ, վարչապետ, այսինքն դառնալու է ըստ էության վերականգնվելու է կոմունիստական կուսակցության գերլիազորությունները իդեմս մեկ քաղաքական ուժի, այսինքն քաղաքական մոնոպոլիան դառնալու է գերկենտրոնացված։ Նշենք, որ անցած շաբաթ օրը հանրապետականի խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել էր սահմանադրական բարեփոխումներին, մնդելով, որ դրանց դեմ արտահայտվող քաղաքական ուժերը որևէ փաստարկ չունեն։ Միայն մի բան են ասում, որ հիմա ժամանակը չէ։ Իսկ ինչ է եղել, ինչու ժամանակը չէ։ Եվ ընդհանրապես լուրջ բանավեճի ժամանակ։ Արդյոք այդպիսի ձևակերպումը կարող է լինել փաստարկ։ Դա փաստարկ չի։ Կուզենայի, որպեսզի փաստարկներ բերեն։ Իսկ թե հիմա ժամանակը չի, հիմա ուրիշ է, առաջ ուրիշ էր։ Դրանք ուղղակի քննարկումից խուսափելու ձևեր են եւ պատրվակներ։ Մինչդեռ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանը հակադարձում է, իրենք ունեն լրջագույն փաստարկներ։ Գործող սահմանադրությունը բացարձակ հնարավորություն տալիս է ունենալու օրենքի երկիր, ունենալու ժողովրդավար երկիր, ունենալու իշխանության մեջ իրական հակակշիռներ։ Եվ եթե խնդիր է դրվում, ուրեմն սահմանադրական փոփոխություններով հասնել մեկ քաղաքական ուժի դոմինանտությամբ, այսինքն խնդիր է դրվում վերածել ԿՊՍՍ-ը, մենք մեր հիմնավորումները կներկայացնենք հստակ, բնականաբար մենք դեմ ենք լինելու, ավելին առաջիկայում մենք արդեն հանրության հետ հանդիպման ժամանակ թե Երևանում, թե մարզերում մեր այն գործընկերների հետ, ովքեր կիսում են մեր տեսակետը քարյակի, մենք կներկայացնենք մեր հիմնական մոտեցումները։ Քարյակի անդամ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հակադարձելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե իրենց ընդդիմախոսները փաստարկներ չունեն, ընդգծում է, Սարգսյանը պարզապես կեղծում է իրականությունը, քանի որ ՀԱԿ-ն ասել է, որ դեմ է երկրի կառավարման խորհրդարանական մոդելին, իրենց համոզմամբ կիսանախագահական մոդելն ավելի արդյունավետ է, ինչպես եւ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը նույնպես համոզված է, որ գոյություն ունեցող խնդիրները պայմանավորված չեն երկրի կառավարման մոդելի հետ, դրանց պատճառը ընտրակեղծիքներն են եւ մեծ չափերի հասնող կոռուպցիան։ Այնպես որ Լևոն Զուրաբյանի պնդմամբ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու փաստարկների բացակայությունից խոսում է մի մարդ, ով ինքը փաստարկ չունի։ Իհարկե նա թաքցնելու է դա ժողովրդավարության մասին, մարդու իրավունքների մասին, չգիտեմ, իր հոգատարությամբ։ Իհարկե խոսելու է նաև անկախ արդարադատության մասին եւ այլն, բայց այս ամբողջը շղարշ է, որը կոչված է լուծել ընդամենը մեկ հարց, որ Սերժ Սարգսյանը կարողանա վերարտադրել իր իշխանությունը։ Քարյակի մյուս անդամ Ժառանգություն կուսակցությունը թեև կողմ է երկրի կառավարման խորհրդարանական մոդելին, սակայն պնդում է, որ ոչ լեգիտիմ իշխանությունը իրավունք չունի սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, դրանց միակ նպատակը վերարտադրվելն է։ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, թե դրանում համոզվել են այն ժամանակ, երբ իշխանություններին առաջարկեցին սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ինչը սակայն իշխանությունները մերժեցին։ Նշենք, որ քարյակից միայն Դաշնակցությունն է, որ
կողմ է արտահայտվում Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին։ Ինչպես նշում է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, վաղուց արդեն ժամանակն է անցում կատարել երկրի կառավարման խորհրդարանական մոդելին։ Այդ մասին իրենք արդեն 25 տարի է ասում են։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի ազատվել ներկայումս գործող գերկենտրոնացված համակարգից։ Ուշագրավ է, որ Արմեն Ռուստամյանը եւս համոզված է, որ քարյակի իրենց գործընկերների կողմից հնչող այն հայտարարությունները, թե այժմ նման փոփոխությունների ժամանակը չէ, փաստարկ լինել չի կարող։ Բացի այդ, Ռուստամյանն ասում է, որ քարյակն անգամ համաձայնության չի եկել այն հարցում, թե արդյոք նոր իշխանությունը հետագայում կգնա երկրի կառավարման մոդելի փոփոխության։ Դաշնակցության ղեկավար անդամն այս հարցում լուրջ մտաբախություններ ունի։ Այսինքն դառնում է այնպես, որ այս նախագահական աթոռից մենք ասում ենք հրաժարվենք հիմա նախագահական ընտրություններից առաջ։ Իրանք ասում են, չէ, նախագահական ընտրություններից հետո անենք։ Այսինքն նախ նշանակում է, որ թողեք մի քիչ ես նստեմ այդ աթոռին, հետո նոր այդ աթոռը հանենք։ Այսինքն քարյակի մյուս ուժերը նախագահի աթոռը։ Ես եմ կարող այդ մտահոգությունները, ես չեմ ասում ուզում են, ես մտահոգություններն եմ ասում։ Մտահոգությունները կարող են նաև այդ առումով լինել, չէ՞։